Բարև ձեզ, ուզում եմ խոսեմ մեր մասին, հայերիս մասին և Հայկի մեր նախավոր մասին։ Կարդալու եմ, եթե որակը ինչ լինի կներեք։ Մեր կյանքում մենք ունենք կարևոր թվեր, առաջնայինը դա մեր ծննդյան տարեթիվն է, օրը և ժամը։ Սկզբից նշեմ, որ այն ինչ պիտի ասեմ, դա վերաբերում է միայն և միայն Հայկի հետնորդներին։ Էլ ինչ թվեր կան մեզ համար, որ մենք պետք է պարտադիր իմանանք։ Դա այն թիվն է, թե որ երրորդ հետնորդն ենք մենք հաշված Հայկից, մեր նախավորից։ Ուրեմն մենք ենք մեր հայրը, մեր պապը, մեր պապի հայրը, մեր պապի պապը և այդպես շարունակելով հասնում ենք մեր նախավորը Հայկին։ Ստացվեց մի հաջորդականություն, մեկ տարբերությամբ այս ամենը կարելի է արտահայտել մաթեմատիկայի թվաբանական պրոգրեսիայի n-րդ անդամի բանաձևով։ AN-ը հավասար է A1 գումարած D փակագծում n-1 փակագիծ փակած։ Թվաբանական պրոգրեսիայի n-րդ անդամի բանաձևը դա Հայկի բանաձևն է, բայց դա նաև ամեն հայի բանաձևն է և նաև Հայկի բոլոր հետնորդների բանաձևն է։ Նրանք ովքեր որ կան, նրանք ովքեր որ եղել են և նրանք ովքեր որ դեռ պիտի ծնվեն։ Մի քանի ապացույց, որ դա այդպես է։ Օրինակ, երբ մեզ օգնություն է անհրաժեշտ, երբ մեզ անհրաժեշտ է գտնենք ինքներս մեզ, ապա մենք դիմում ենք մեր Աստծուն, իսկ մաթեմատիկայում, երբ մեզ անհրաժեշտ է թվաբանական պրոգրեսիայի մեջ գտնել n-րդ անդամը, ապա մենք առաջնայինը գտնում ենք առաջին անդամը, երկրորդ ապացույցը դա նա է, որ մենք կանք և ամեն ինչ կա գոյություն ունի։ Եթե մենք չկանք, ապա ոչինչ չկա։ Ամեն ինչ մեր ներսում է և մենք ենք առաջնայինը և այդպես հաջորդականության բանաձևը դա մեր մասին է։ Եվս մի բան ասենք, անծանոթ հայ է և իրեն հետ մենք ծանոթանում ենք։ Մենք ասում ենք մեր անուն ազգանունը և հայրենունը, բայց մենք պետք է էլի տվյալներ ասենք։ Նայենք Հայկի բանաձևին և ըստ բանաձևի պատասխանենք։ AN հավասար է A1 գումարած D փակագծում n-1։ AN-ը մենք ենք, անուն, ազգանուն և հայրենուն, այսինքն Հայկի ցանկացած հետնորդն է։ A1-ը Հայկն է։ D-ն տվյալ հայի, AN-ի և իր հայրիկի n-երի տարբերությունն է, որը միշտ հավասար է 1։ N-ը AN-ի որերորդ հետնորդը լինելու թիվն է։ Այսինքն մենք նաև պետք է ասենք, որ Հայկի հետնորդն ենք և նաև ասենք, թե որերորդ սերունդն ենք։ Եվ նաև դրա համար եմ նշում, որ Աստվածը վերաբերվում է միայն և միայն հայերին։ Ցանկացած Հայկի հետնորդ պետք է իմանա նաև մինչև իր 7-րդ սերունդը իր բոլոր նախնիներին, անուն, ազգանունով։ Այդքանը պարտադիր, իսկ դրանից ավել իմանալը ուղղակի ողջունելի է։ Մենք նախկինում իմացել ենք մեր նախնիներին, բայց կորցրել ենք այդ ավանդույթը։ Շատ մարդիկ կան հիմա, որ իմանում են իրենց տոհմածառը և նաև կան մարդիկ, որ սկսել են հետաքրքրվել և վերականգնում են իրենց տոհմածառը և կան մարդիկ, որոնք էզոտերիկների միջոցով են վերականգնում իրենց տոհմածառը։ Բոլոր տարբերակներն էլ ողջունելի են։ Մենք ապրում ենք մատրիցայի մեջ, մատրիցայի էներգիան ժամանակի ընթացքում փոփոխվում է և էներգիայի փոփոխությունից մարդկանց զարգացության աստիճանն էլ է փոխվում։ Մատրիցայի էներգիայի փոփոխությունը մատրիցան բաժանում է տարբեր փուլերի։ Մատրիցայի բոլոր փուլերը զուգահեռ գոյություն ունեն։ Ուղղակի մարդկության հիմնական մասը գտնվում է 3D մատրիցայում և կատարում է անցում 4D մատրիցա։ Իհարկե կան նաև մարդիկ, որ արդեն 5D-ում են
կամ 60 եւ այլն։ Մատրիցայի այս փուլը, որին անվանում ենք 3D մատրիցա, համընկնում է թվաբանական պրոգրեսիայի n-րդ անդամի բանաձևը։ Առաջինս էսքան։